Եթե ես ուզենամ գնամ Ադրբեջան, ես չեմ կարա դա անեմ։ Շատ հաճախ եւ հակառակ ադրբեջանցին եթե ուզենա գա Հայաստան, դա իր համար պրոբլեմա է, գնալ, չգիտեմ, ուրիշ երկրներ, այդքան էլ պրոբլեմա չի։ Նույնը երբ որ մենք խոսում ենք բիզնեսմենների մասին, բիզնեսի մասին, նոր վարչապետը ասում էր, որ այդպեսի լավ բան եղավ, որ հնարավոր եղավ Ղազախստանից Ցորենի մասին էր խոսքը, ուղարկել Հայաստան Ադրբեջանով եւ Վրաստանով։ Ինչու՞, որտեվ ռեգիոնը դեռ գոյություն չունի, որտեվ սահմանները փակ են, որտեվ դա ընդամենը վիզայի պրոբլեմա չի, դա եւ շատ ճիշտ էր ասում, որ եւ սոցիալական եւ հոգեբանական պրոբլեմա։ Դա լուրջ հարցը, դա եղել է արդեն 30 քանի տարի, առնվազն, բայց վերջը ես կասեի 5-6 տարվա ընթացքում սիտուացիան սկսել է փոխվել։ Ես ի նկատի ունեմ եւ 44-օրյա պատերազմը, եւ որը շատ կարեւոր է Հարավային Կովկասի համար, դա Ուկրաինայում ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը եւ ռուս-ուկրաինական պատերազմը եւ 2023-ը Լենինգրադ Ղարաբաղից մարդկանց դեպորտացիա դեպի Հայաստան։ Դա ազդում է ռեգիոնի վրա ու այդ ռեգիոնը, որ աշխատի այդ օրակարգը, որ այդ opportunity-ն, որ այդ հնարավորությունները լինեն, որ լինի միայն նորմալացումը երկրի մեջ, դրա համար պետք է այդ ռեգիոնը ստեղծել, պետք է մտածել ռեգիոնի մասշտաբով։